Բարև ձեզ, Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում դուք դիտում եք տեսակետ ծրագիրը։ Ցայք հեռուստաընկերությունը կարևորելով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները նախատեսել է այս ծրագիրը։ Հնարավորություն ընձեռելով առաջադրված թեկնածուներին ներկայացնելու իրենց տեսակետներն ու ծրագրերը, բոլոր այն թեկնածուներին, ովքեր ասելիք կունենան։ Այսպիսով հավասար պայման ապահովելով քարոզարշավի ընթացքում։ Այլ հարց է, որ մեր ցանկություններն ու որոշ թեկնածուների կարողություններն ու հնարավորությունները չեն համընկնում։ Թեկնածուներից շատերը ընթացիկ շաբաթվա ընթացքում այնքան զբաղված էին, որ իրենց ներկայությամբ չկարողացան պատվել մեզ եւ գտնվել այս տաղավարում։ Այստեղ ակամայից հարց է առաջանում. նման բազմազբաղ մարդկանց կարիք կա պատվիրակելու ավագանու կազմ։ Դե մարդիկ զբաղված են, թող զբաղվեն իրենց գործերով, ավագանին իրենց տեղը չի։ Եթերում տեսակետն է։ Ողջունում եմ հարգելի ներկաներ, որ հարգել եք մեզ եւ այստեղ ներկա է գտնվել, ուրախ եմ ձեզ տեսնել մեր տաղավարում։ Ես հեռուստադիտողներին ներկայացնեմ, որ այսօր մեր տաղավարում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունում Գյումրու համայնքի կողմից առաջադրված ավագանու անդամության թեկնածուներն են։ Շնորհակալ եմ, որ այստեղ եք եւ հիշեցնեմ, որ մեր տաղավարում ձեր խոսքն ազատ է, ազատ կարող եք արտահայտվել, ներկայացնել ձեր տեսակետները։ Ես պարզապես հիշեցնեմ, որ ձեր խոսքի ազատությունը սահմանափակում է ժամանակն ու ես Նազելի Բաղդասարյանը։ Եվ քանի որ մեր հաղորդման հիմնական նպատակն այն է, որ մեր հեռուստադիտողները հանրությունը ծանոթանա ձեզ եւ ձեր ծրագրերին, կխնդրեի ներկայացնել այն պատճառը կամ նպատակը, որը ձեզ մղել է առաջադրվելու, որն այն գլխավոր նպատակը, որով դուք առաջադրվել եք որպես Գյումրու ավագանու անդամության թեկնածու։ Պարոն Թոմասյան։ Եթե ավագի հարցն է, երևի սկսեմ։ Ասեմ, որ երևի իրոք տարակուսանք առաջացնել մարդկանց մոտ, որ 70 անց բժիշկը արդեն կայացած բժիշկը որոշեց մտնել այս ընտրապայքարի մեջ Գյումրու ավագանու կազմում տեղ ունենալու համար, սակայն ասեմ, որ 47-ամյա իմ բժշկական աշխատանքում ես երևի բժշկին վերաբերվող արել եմ ամեն ինչ մեր քաղաքի համար, իմ քաղաքի համար եւ իհարկե բարձրադրվել եմ դրա դիմաց եւ հարկանք եւ պատիվ եւ անվանում եւ վաստակավոր բժշկի կոչում եւ Գյումրի քաղաքի երախտավոր, սակայն ես մտածել եմ, որ դեռ պարտք ունեմ տալու Գյումրիին, հատկապես պարտք ունեմ այս կամ այն չափով իմ ուժերի ներածի չափով աշխատել, որպեսզի Գյումրիում փոքրի շատե կյանքի պայմանները բարելավեն կոնկրետ շրջապատող միջավայրի, սննդի առողջ շրջապատող միջավայրի, առողջ ապրելակերպի եւ սա իմ հիմնական նպատակն է, որի համար ես ցկտել եմ դառնալ ավագանու անդամ, այս հարցերը քաղաքի ղեկավարության առջև անընդհատ տնելու, անընդհատ հիշեցնելու, անընդհատ պայքարելու, որ հասնենք ունեն նրան, որ սուտկայի ընթացքում Գյումրի քաղաքում 7 տոննա փոշի չնստի, որտեղ այդ փոշի նստում է նաև մեր վերին շնչական ուղիների վրա դրա համար, վերին շնչական ուղիների հիվանդությունները եւ թոքերի հիվանդությունները Գյումրիում հանրապետությունում առաջնակարգ են, սննդի ճիշտ օգտագործումը կբերի նրան, որ նույնպես կարող ենք մենք պակասեցնել ահագնացող չափերի հասող սակավայրությունը Գյումրի քաղաքում։ Գյումրի քաղաքում հնարավորի չափ խաղահրապարակների ստեղծումը այս կամ այն չափով կհասցնի նրան, որ չենք ունենա այլևս երիտասարդների մեջ մի զորակոչի ժամանակ 15-ից 20 զորակոչիկի նորակոչիկի ազատում բանակից զուտ հենաշարժական մեխանիզմի խանգարման պատճառով իրապես խնդիրները շատ են, բայց ինչքանով որ ես ձեր խոսքից հասկացա, հիմնական նպատակը առաջադրվելու այդ պարտքի զգացումն է։ Թերևս իմ լսած բոլոր տեսակետներից, կարծիքներից, ելույթներից ձեր տեսակետը այս դեպքում խիստ տարբերվում էր։ Շնորհակալություն, հնարավորություն ընձեռենք մյուս թեկնածուներին նույնպես արտահայտվելու։ Պարոն Թոմասյան, նախ ես անկեղծ ասած զարմանալի կլիներ, եթե մենք որ ակտիվ հասարակական գործունեությամբ ենք զբաղվում,
չօգտագործենք այս առիթը, քանի որ մենք իրականում ուզում ենք, որ այն իրավիճակը, որը կա քաղաքում, փոխվի։ Եվ մեր գործունեությամբ այս առիթը ձեզ համար պատճառ ունի թե նպատակ։ Չէ, պատճառ է։ Առհասարակ ինքը միջոց է, ավականին նպատակ չի կարող լինել։ Ավելի վեր նպատակներ կան մարդու համար։ Դե ոչ բոլորի համար, համաձայն եմ։ Բարեկեցիկ կյանք ապահովելու այն միջավայրը փոխելու կամ բարեփոխելու համար ընդամենը միջոց է ավականու ինստիտուտը։ Իհարկե ավականին ավելի լուրջ մարմին է, թեև նախորդ գործունեությամբ ավականու անդամները այնքան են ցածրացրել եւ վարկաբեկել այդ ինստիտուտի նշանակությունը, որ որևէ մեկը նույնիսկ մեր այդ հսկայական ջանքերին չեն հավատում, որ դա լուրջ ինստիտուտ է եւ դա քաղաքի կառավարման ինստիտուտն է։ Քաղաքի ղեկավարման ինստիտուտն է։ Եվ առաջինը, եթե ուզում ենք իրականում փոփոխությունները ավելի արագանան, որ մեր կյանքը, մեր գործունեությունը նպատակաուղղել ենք երկար ժամանակ դրան, որ տանելի պայմաններ ստեղծվի։ Այն համայնքում, այն միջավայրում, որ մենք ապրում ենք եւ գործում ենք, փոխվին այդ իրավիճակը։ Այն ամենաթողությունը, այն ամենը, որը կա, դա կործանարար է բոլորիս համար։ Երբեմն չեմ ուզում խտացնել գույները եւ առհասարակ ի տարբերություն նախորդ ընտրությունների, այս ընտրությունը ես ուզում եմ, որ հանգիստ անցնի։ Հանգիստ բանը, ուզում եմ այլ, չգիտեմ, գուցե տարիքս է, գուցե փորձն է, որ ավելի հանգիստ եմ նայում ընտրական այս process-ներին, բայց ես ուզում եմ հանգիստ լինի տեխնացուների համար, իսկ ընտրողների համար լինի ամենաանհանգիստ շրջանը, որովհետեւ շատ բան եւ գրեթե ամենամեծ բանը կապված է ընտրողներից։ Այսինքն ընտրողների ճիշտ ընտրությունից է կապված մեր քաղաքի ապագան։ Հիմա չեմ ուզում նույնիսկ ավելի վեբ առներ ասել, որ մենք գտնվում ենք կարևորագույն խաչմերուկում։ Այս ընտրությունները երբեք նման նախորդ 10-15 տարիների մեջ նման կարևորագույն նշանակություն չունի, քան սեպտեմբերի 9-ը մեզ համար։ Առաջին դա քաղաքը մերն է, քաղաքացիական նախաձեռնությունն է, որը ստեղծվել է մի թիմ է հավաքվել, որտեղ բոլորը փորձառու կամ չգիտեմ երիտասարդ կամ մի քիչ ավելի ավակ երիտասարդ, եթե նման բան կարելի է արտահայտել տեսակետ, եւ մարդիկ իրականում ուզում են վճռականությամբ լի քաղաքը այս իրավիճակը փոխել։ Եվ իրենք տալիս են այլընտրանքը։ Բարձ է մեզ համար, իսկ այն խնդիրները, որոնք կարգական հուսով եմ կհասնենք խոսել։ Հիմա պատկերացրեք այն ինչ որ մենք անում ենք մեր ոլորտներում, դրանք գումարած մենք անենք քաղաքային իշխանության մաս կազմելով։ Պատկերացնում եք, իրականում հաջողության հասած մարդիկ իրենց ոլորտներում, բայց ավելի մեծ փոփոխությունների համար այդ իշխանության, այդ լծակի, այդ գործիքն է անհրաժեշտ, որովհետեւ ավելի մեծ փոփոխություններ կարողանան քաղաքում անել եւ տանելի պայմաններ ստեղծել։ Շնորհակալություն, ձեր տեսակետը եւս բարձ է, պարզապես մեկ խնդրանք, որպեսզի հավասարության պայման նաեւ կարողանանք ապահովել, կխնդրեմ խոսելուց առաջ նաեւ ներկայանալ։ Համեցեք։ Գյումրու ավականու տեխնացու Արման Սահակյան։ Առաջադրվելու պայմաններից, նախապայմաններից է այն, որ ես ապրելով այս քաղաքում ծնվել եմ ու ամբողջ կյանքս ապրել եմ այս քաղաքում, այս քաղաքի հիմնախնդիրների հետ ես ինքս բախվել եմ ու առաջադրվել եմ նրա համար, որ գիտակցում եմ, որ իմ գիտելիքներս բավարար է այս քաղաքի համար ինչ որ լավ բաներ անելու համար։ Շնորհակալություն։ Խնդրեմ կարծիքներ երկրորդ շարքից, որն է ձեր առաջադրման նպատակը։ Արտակ Հովհաննիսյան, ձեր բավականին բովանդակալից հարցին փորձեմ հնարավորին կարճ պատասխանել, բայց չեմ անդրադառնում կոնկրետ խնդիրների, այլ ընդհանուր նպատակի։ Կա ցանկություն մասնակցել եւ հնարավորության սահմաններում աջակցել ավականու, որպես թիմ ներկայացուցչական մարմնի, այս բառակապակցությունը հատուկ շեշտում եմ, ներկայացուցչական մարմնի դերի եւ լիազորությունների բարձրացմանը քաղաքի կառավարման գործընթացում, որպես հիմք ունենալով տեղական ինքնակառավարման մասին օրենքը, որտեղ հստակ դրվում է այն լիազորությունները, որոնք վերագրված են ավականին ընդարձակ, ավականուն եւ ավականու յուրաքանչյուր անդամին։ Իսկ կոնկրետ խնդիրների առումով հուսով եմ ձեր հաջորդ հարցերի ժամանակ արդեն կոնկրետ խնդիրների մասին կասվի։ Ինչ նպատակ են հետապնդում մեր մյուս տեխնացուները։ Ներկայանամ Հայ ազգային կոնգրեսի անդամ ազատամարտիկ Գյումրի ավականի տեխնացու Սերիկ Տոնյան 88 թվականից անցնելով պատերազմի փողով սկզբից մինչև վերջ
հատուկ նշանակության դասակում շատ բան տեսանք, արեցինք ինչ որ պետք էր մեր ազգի կամ մեր ժողովրդի համար։ Վերադարձանք եւ հուսով ենք, որ ամեն ինչ լավ կլինի, անկախության ենք հասել, բայց հայտնի դեպքերից հետո 98 թվականից հետո պարզվեց, որ մենք հետ ենք գնում։ Պայքարեցինք նաեւ քաղաքական դաշտում եւ հայտնի 2008-ի դեպքերից հետո լրիվ համոզվեցինք, որ մեր քաղաքը հետ է գնում բյուջեի մասով, ավականու մասով եւ որոշեցի ավականու կազմում իմ լուման ներտնեմ մեր քաղաքի համար։ Շնորհակալություն։ Հայ ազգային կոնգրեսից ունենք եւս մեկ ներկայացուցիչ, խնդրեմ։ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Բաղդասարյան։ Իմ քաղաքական հայացքները ինձ պարտավորեցնում է, որ ես դառնամ ավականու անդամ։ Պարտավորեցնում են նույնիսկ։ Այո, նույնիսկ պարտավորեցնում են։ Իսկ ինչը նպատակ եք հետապնդում կամ որն է գլխավոր պատճառը, եթե քաղաքական հայացքները մեկ կողմ թողնենք։ Քաղաքական քամիները տարբեր կողմերից են փչում։ Չէ, ոչ թե քաղաքական քամիները տարբեր ուղղություններից են փչում, այլ ուղղակի մեր պայքարը զուտ քաղաքական է։ Շնորհակալություն։ Բարձր նաև ձեր տեսակետը եւ պարոն Բարսեղյան համեցեք։ Շնորհակալություն Լևոն Բարսեղյան, քաղաքը մերն է քաղաքացիական նախաձեռնության հիմնադիրներից։ Մենք տարիներ շարունակ ջանացել ենք բարելավել քաղաքի տեղական ինքնակառավարման որակը, մասնավորաբար բարելավել ավականու աշխատանքը։ Դրա համար զանազան ծրագրեր ենք իրականացրել, մոնիտորինգներ, խորհրդատվություն ենք արել, առաջարկություններ ենք արել, քննարկել ենք հետները ժամերով, սակայն էական փոփոխությունների մեջ չի հաջողվել հասնել։ Հիմա որքան հնարավոր եղավ ընկերներով գլուխ գլխի տալ, հասկացանք, որ բացի այս մեկ եղանակից մենք գրեթե ամեն ինչ փորձարկել ենք եւ մնաց միայն այս մի տարբերակը՝ գնալ դառնալ տեղական իշխանության մաս եւ իրականացնել այն գաղափարները, որոնք ունեցել ենք եւ բազմիցս խոսել ենք այդ մասին։ Առաջին անգամ չէ, որ մենք այս խնդիրների մասին խոսում ենք եւ մշակեցինք ի վերջո քաղաքի զարգացման երկարաժամկետ մի ծրագիր, որը ծավալուն մի փաստաթուղթ է, իր մեջ արտացոլում է քաղաքի բոլոր խնդիրները, մեծ ու փոքր, արդեն 7-8 օր է քարոզարշավ է, փորձում ենք լսել այնպիսի խնդիրներ, որոնք կարող է մոռացած լինեինք, սակայն չենք նկատում դեռ այդպիսի մի բան, ու Գյումրիում ահագին մեծ ծավալով տարածել ենք այդ փաստաթուղթը, որ մարդիկ ծանոթանան, արձագանքեն, դիտողություններ անեն, քննադատեն եւ այլն։ Ես ու իմ գործընկերները 7 հոգի քաղաքը մերն է նախաձեռնությունից կամենում ենք ընտրվել ժողովրդից Գյումրու ավականու անդամ որպեսզի իրականացնենք այդ ծրագրերը, որի գերակույն նպատակը քաղաքացու կյանքը բարելավելն է։ Մի ուրիշ ֆանտաստիկ բան, մենք գազելի կծեր չենք ուզում, մենք ասֆալտի պատվեր չենք ուզում ստանալ եւ այլն եւ այլն։ Մենք ուզում ենք քաղաքին օգուտ բերել, քան թե բյուջեից ինչ-որ բան կտրել տանել։ Ներկաներին լսելով ակամայից իմ մոտ առաջացավ եւս մեկ հարց, որը կարծում եմ հուզում է նաեւ շատ հեռուստադիտողների, այս դեպքում ընտրողների։ Լսելով վերջին օրերին առաջադրված բոլոր տեխնացուների կարծիքները, բոլոր այն խնդիրները, որոնք առկա են մեր քաղաքում, մատնանշում են։ Նաև որոշակիորեն նշում են լուծման ուղիները։ Եվ երևի թե երասկոտ ընտրողներին կթվար թե ով էլ որ անցնի, խնդիրները լուծում կստանան։ Բայց պարզ է, որ հիմնականում տեխնացուները տարբեր քաղաքական ճամբարներից են, երբեմն հասարակական նախաձեռնություններից, երբեմն հասարակական նախաձեռնություն ճակերտներով, կարևորը դա չէ։ Այս դեպքում սովորական ընտրողը ինչպես տարբերի, թե ում առաջարկած ծրագիրը ու լուծման ուղիներն են իրատեսական։ Ըստ իս նախ եւ առաջ համայնքավարությունը, համայնքի ղեկավարումը չպետք է բացարձակորեն տեղափոխել քաղաքական դաշտ եւ դնել քաղաքական գլոբալ խնդիրների լուծման հիմքում։ Ի վերջո մարդիկ կարող են ներկայացնել տարբեր քաղաքական ուժեր, շարժումներ, բայց ինչպես նշեց պարոն Բարսեղյանը, գերնպատակը համայնքի բնակչի, քաղաքացու կենսամակարդակի պայմանների, ապրելակերպի որակի բարելավումն է, բնականաբար օգտագործելով համայնքի ղեկավարի եւ ավականու Թույլ տվեք չհամաձայնել ձեզ հետ։ Դուք վստահ եք, որ այն քաղաքական ուժերը, որոնք առաջադրում են տեխնացուները, նույն նպատակն են հետապնդում։ Ես ասում եմ ցանկալի նպատակը։ Եթե այլ նպատակներ են հետապնդում, ուրեմն այստեղ մենք չենք ունենա
այն խնդիրների լուծումը, որը ակնկալում ենք։ Իմ կարծիքը դա էր։ Ի վերջո պետք է մի կողմ թողնել բոլոր տիպի գլոբալ քաղաքական ինտրիգներ եւ զբաղվել կոնկրետ համայնքի խնդիրներով։ Եթե նպատակը այլ է, այս դեպքում բնականաբար ձեր անհամաձայնությունը տեղին է։ Մյուս կողմից ի վերջո կա, ել եմ շեշտում, տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Մարդիկ թող ընթերցեն նայեն, տեսնեն այդ օրենքի շրջանակներում ինչ լիազորություններ են տրված համայնքի ավականուն եւ անդամին։ Եթե նրանց առաջարկած ծրագրերը, ցանկությունները համընկնում են այդ օրենքի շրջանակներին, ուրեմն բնականաբար հնարավոր է իրատեսական համարել այդ ծրագրերը։ Չհամարեք ինձ հորետես, բայց այդ օրենքը նախկինում էլ կար, պարզապես ընթերցողներն էին քիչ։ Լսենք նաեւ մյուսներին։ Ձեր հաղորդաշարին հետևելով, այստեղից շատ եմ լսել այդ հիմնախնդիրների մասին, հիմա չեմ ուզում կրկնվել։ Երկրորդական փողոցների ասֆալտապատում, աղբահանում, քաղաքի սանիտարական վիճակի բարելավում, նույնտեղ կոնկրետ մանր խնդիրներ կա, որը ես ինքս ավականի ընտրվելու դեպքում կցանկանայի, չեմ լսել այս տաղավարից այդ խնդիրների մասին։ Ես կոնկրետ պարոն Բարսեղյանի ասածի պես գազելիքը ձերի հետևից չեմ գնում, ես չեմ գնում ազնական շահ հետապնդելու։ Ես համագործակցում եմ պատգամավոր Մարդուն Գրիգորյանի հետ, մենք համատեղ ծրագրեր ունենք, որոնք ընտրվելու դեպքում պետք է ներկայացնենք ավականու խորհրդին ու քաղաքապետին, անկախ նրանից, թե ով կլինի այդ քաղաքապետը։ Այսպիսով դուք կարծում եմ ձեր խոսքում փորձեցիք նշել այն հանգամանքը, որ տեղական մակարդակով հնարավորություն եք տեսնում համագործակցել այն մարդկանց հետ, այո, մենք ես կոնկրետ չեմ ստորագրել որևէ հռչակագրի տակ, ինչ որ երթում չեմ տվել, բայց ես հիմա եթերով խոսք եմ տալիս, այսինքն կհամագործակցեմ ցանկացած ավականու անդամի հետ, որը իշակ աշխատի մեր քաղաքի համար։ Շնորհակալություն, այս ամենը ձայնագրվում է։ Ձայնագրվում է, ես իմ խոսքից տերն եմ, ես իմ խոսքս հարգում եմ։ Շատ լավ, լսենք նաև մյուս ներկաներին։ Ես ճիշտ ասած մի քիչ բադարող չեմ, բայց եթե լավ հիշում եմ, հարցը թե ընտրողը ինչպես ընտրի, ինչպես հավատա։ Նախ ես առհասարակ խորհուրդ կտամ ընտրողներին, որ նախ եւ առաջ հասկանալի ընտրությունների եւ ցանկացած մարդ, ցանկացած ով Հայաստանի քաղաքացի է, տվյալ դեպքում ով Գյումրիի քաղաքացի է 6 ամիս առնվազն ռեգիստրում գրանցված է, ինքը իրավունք ունի առաջադրվելու եւ շատ տեխնազուներ բառացի ընդունել են այդ առաջադրվելու իրավունք ունենալ եւ առաջադրվել են։ Պարզապես ընտրողներին ես սկզբում նախ մի գաղտնիք բացեմ, որ սկզբում ուզում էի հակակառուցությամբ զբաղվել, որովհետեւ զարմանում ես տարիներ շարունակ որևէ ոլորտում որևէ հասարակական գործունեության, քաղաքական անցուդարձում, քաղաքի շահերի համար խոսք անգամ չասած անձնավորությունը ուզում է միանգամից քաղաքային իշխանությունում տեղ գրավել։ Ուզում այլ հարց է, բայց երբ դառնան։ Բայց չէ, երբ հնարավոր է որ դառնան։ Եթե միակ արկելքը որ կա, դա ընտրողի ցերկն է։ Ընտրողի քվեով է։ Առաջիկա ընտրողը պետք է գնահատի, որ եւ կարեւոր է առաջիկա 4 տարին ինքը այնպեսի մի վճիռ է կայացնելու, որ առաջիկա 4 տարին պարտադրված է լինելու ապրել այդ իշխանության գոյության ներքո կամ կառավարման ներքո։ Իհարկե որոշ բաներ փոխվել են։ Նախ առաջին ինչպես ընտրել։ Հասկանում եք, մարդ պետք է ընտրողը պետք է գնա եւ գնահատի, թե ով է իրեն եկել իր դուրը եւ խնդրում է իր քվեն։ Ինչ գործունեություն է ծավալի, ինչ կենսագրություն ունի։ Երբևէ այդ մարդուն տեսել է որևէ տեղ։ Գիտեք, երբ որ մարդը իհարկե ներքին զգացողությամբ պետք է նաև զգա ինքը, մարդը ճիշտ է ասում թե չէ, որովհետև չես կարող դու, գիտեմ, սուտ է խոսում թե ճիշտ ստուգել հատուկ սարքավորումներով, բայց գործունեությունը, կենսագրությունը գնահատելով, առաջին դրա համար ես խորհուրդ եմ տալիս այդ բանի վրա ուշադրություն դարձնել։ Բայց այն ամենայնիվ առաջ անցնելով մի բան ասեմ, որ իրավիճակ փոխվել է, եւ իրավիճակը փոխվելու է։ Ուզենք չուզենք այս քաղաքացիական նախաձեռնությունները, արտնացումը, ակտիվացումը, մեր անմիջական մասնակցությունը եւ մեր ցանկությունը տեղական իշխանությունում ընդգրկվելու, դա ոչ միայն ես հիմա արդեն չեմ սիրում, երբ որ ասում ենք մեր նախաձեռնությունը, որ մենք գազելի գծի համար չենք գնում։ Ես ուզում եմ հավաստիացնել, որ ավականու որևէ անդամ այլևս այդ հնարավորություն չի ունենալու։ Հասնում եք, փոխվել է։
Այն մարդիկ, այն ավականու այն իմ գործընկերները, տեխնացուները, ովքեր մտածում են, որ ավականիում իրենք պետք է կարողանան անել այն, ինչ արվել է, գից, չգիտեմ, անձնական շա, ասֆալտի, չգիտեմ, ինչ որ տենդերներ եւ այլն, չի լինելու։ Այսօրվանից շուտ չկա, թող գումարներ չծախսեն։ Ես իրենց խորհուրդ եմ տալիս։ Անտերի չի լինելու։ Ցույց է տալիս, որ այն տեխնացուները, ովքեր այս ավականու կազմում էին, շատ արագ ճամբարափոխվեցին եւ փորձում են հարմարվել տեխնացուների, քաղաքապետի տեխնացուներին մեկի շուրջ։ Բայց հավատացեք, իհարկե ամենակարևոր այդ հավատը դա ժամանակն է, որ պետք է ցույց տա։ Չի լինելու այն վիճակը, նախ մի քանի պատճառով չի լինելու, թույլ չենք տալու, ես համաձայն եմ իմ գործընկերների հետ եւ քաղաքը մեր նախաձեռնության այն հրճակագրի հետ, որ մենք թույլ չենք տալու, ոչ միայն մենք չենք անելու, այլ չենք տալու, որ ավականում մյուս անդամները անեն։ Պարզապես մտքից հանեն, եթե մարդիկ կան, որ դրա համար են ընտրում, անտերի գումարներ չծախսեն։ Մենք գիտենք, որ նախընտրական հիմա այդ կառուսել, բան են որոշել, դա էլ չի լինելու։ Ընտրությունները գնալու է նորմալ։ Եվ երկրորդ հնարավորություն ընձեռենք նաև մյուսներին արտահայտելու։ Այս դեպքում կուզենայի լսել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին, չգիտեմ, ձեր սպասելիքները արդարացել էին, որոշների համար դա զարմանքի առիթ էր ազգային ժողովի ընտրություններում Շիրակի մարզից ստացած ձեր ձայների քանակը, մասնավորապես Գյումրիից։ Ինչ ակնկալիքներ ունեք այս ընտրություններից։ Նորից ներկայանամ Հայ ազգային կոնգրեսի անդամ Գյումրու ավականի տեխնազու 2008 թվականից այսքան համոզված եմ, որ քաղաքում եւ երկրում ստեղծվել է քաղաքացիական հասարակություն, որը նախկինը չէ։ Երկարատև պայքարի շնորհիվ, քաղաքական պայքարի շնորհիվ ցույց տվեցինք, որ չնահանջեն, չվախենան, որ երկիրը մերն է, քաղաքը մերն է, բոլոր ամեն ինչը մերն է, ոչ մեկին էլ չէ։ Եվ դրա հետ մեկտեղ հենց ընտրությունները ազգային ժողովի ցույց տվեցին, որ այդ կան չարչարանքից հետո այս խեժ իշխանությունների, այդ կան բաժանելուց, այդ կան կեզելուց, այս կան ամեն ինչից հետո մենք այդ կանցեն հավաքեցինք։ Դա էլի հաղթանակ էր։ Ինչ սպասելիքներ ունեք այս ընտրություններից։ Հիմա քաղաքում սպասելիքներ կան, ունենք շատ լավ ժողովուրդ է կազմավորվել։ Կարևոր ավականին, եթե արդար ընդրվի, արդարության ճանապարհով ընդրվի, պրոբլեմ չի լինի, ոչ մի բանի, ժողովուրդը հավատք ունենա։ Եթե ավականին ճիշտ աշխատի, բյուջեի մասով ճիշտ աշխատի, հավաքագրման բյուջեի ծախսերը, եթե քաղաքի սոցիալ-տնտեսական հարցին համահունչ լինի, ժողովուրդը հույս կունենա ապագայի վերաբերյալ, քոանձի վերաբերալ, շրջապատի, քաղաքի, ժողովրդի վերաբերալ, գոնե հույս կունենա եւ արդակախնը կդատարի։ Հույսը մարդը հույս չունի հիմա, դրա համար չի հավատում ոչ մեկին։ Այդ հույսը ավականի հենց բարի բուն իմաստի մեջ է, ինչ է նշանակում ավականի։ Մարդիկ գիտեն, թե այդ ավականի փափուխահալիկների հիմնարկ է քաղաքապետարանում։ Այդպես չի, շատ տանջանք է պետք ավականի հասկանալու համար։ Առայժմ էս կանը։ Քարոզարշավը մոտենում է գրեթե իր ավարտին եւ սպասվածից կարծես թե մի փոքր նվազ էին այն էմոցիաները, որի ակնկալիքը եւ սպասելիքը ուներ գյումրեցին։ Դե մենք սիրում ենք, չէ՞, ինտրիգային քարոզարշավ։ Ձեր գնահատականը ինչպիսին է քարոզարշավի ընթացքը, արդյոք այն արդար է եւ հավասար է բոլորի համար։ Ասեմ, որ քարոզարշավը այս տարի իրոք բավականին ցիվիլ ձևով են տանում։ Նախքին ցեղ շպրտելու սև PR-ի ձևը չի կիրառվում, նույնիսկ շփվել եմ ես ավականու առնվազն երևի մի 50 տեխնացուների հետ, բոլորի մոտ կա մոտ ջերմ հարաբերություններ եւ բոլոր ակնկալում են, որ ժողովրդի քվեն կորոշի նրանցից ովքեր կանցնեն ավականու կազմում։ Դուք քարոզարշավը գնահատում եք որպես Ես քարոզարշավը այս տարի առայժմս գնահատում եմ բավարար եւ գնահատում եմ խիստ ժամանակակից։ Շնորհակալություն։ Արդյոք հավասար են քարոզարշավում պայմանները։ Բոլորն են համամիտ այս կարծիքի հետ։ Շնորհակալություն։ Քարոզարշավը իհարկե երկու խումբ քարոզարշավից է բաղկացած քաղաքապետի տեխնացուների եւ ավականու անդամության տեխնացուների քաղաքապետի
քարոզարշավի քաղաքապետի տեխնացուների քարոզարշավի մասով ահագին խաղաղ է կարելի ասել։ Գործող քաղաքապետը նաև իր ազդեցությունն է փորձում ունենալ, դա երևում է հեռուստաէկրանից, անազան հայտարարությունների եւ ֆիլմերի, հոլովակների միջոցով, բայց կարծես թե մինչև վերջը դա ամբողջը խաղաղ է ընթանալու եւ որևէ սրացումներ ինչ որ չափ անցնել կարծես թե տեղի չի ունենա, կարծես թե ես կարծում եմ, որ այդ անտուր բաները մնացին հետևում, հա, քարոզարշավից առաջ տեղի ունեցած լեզվակռիվները զանազան։ Ավականու լինելով նաև լրագրող, ուզում էի հատկապես խոսեիք հավասարության մասին։ Ես քաղաքում շրջելով տեսել եմ, որ շատ դեպքերում տարբեր ավականու տեխնատուների պաստառները փակցված են մեկ այլ տեխնատուի պաստառներով։ Չսահմանված վայրերում բազմաթիվ պաստառներ կան, հիմնականում մեկ թիմից առաջադրվածների կողմից։ Այսինքն, միթե պատկան մարմիններ, ովքեր վերահսկելու են այս ամենը, չեն նկատում։ Թույլ տվեք ես անկեղծորեն ասեմ, ես շատ ինտենսիվ հանդիպում եմ ընտրողների հետ եւ ինձ չի հաջողվել անձամբ մոնիտորինգ իրականացնել, հսկել տեսնել ինչ խախտումներ կան։ Տեսել եմ պաստառների առատությունը, մեծ պաստառների, փոքր պաստառների, պլակատների, որոնք կան ավտոկանգառներում եւ այլն, ես ինքս չունեմ խախտումների մասին ապացույցներ, գուցե կան, որ ասում եք կան ըստ երևույթին։ Հավասարության, անհավասարության հետ կապված շատ կարևոր հանգամանք է ֆինանսական միջոցների առկայությունը եւ դրանց ծախսման մասշտաբները։ Կան բաներ, որոնք երևում են։ Դրանք թանկարժեք մեծ պաստառներն են, որոնց հնարավորությունը, ասենք, տեխնացուների մի մասը չունի։ Հիմա էլ դրանք այնքան շատ են, որ նորերը գուցե հնարավորություն չունենան այդ ձևով իրենց ներկայացնելու։ Ընդհանրապես փողը շատ էական կշիռ ունի քարոզարշավի մեջ։ Բայց որպեսզի այդ խնդիրը չառաջանար, մենք այս հաղորդումը տեսակետ հաղորդումը անվճար կերպով իրականացնենք։ Նազելի ջան, չես թողնում միտքս ավարտեմ, ուրեմն։ Եթե մարդիկ այս հնարավորությունը, չէ, ասելիք տարբեր ձևերով են ասում, հասկանում եք, մարդկա իր թաղային հեղինակություններին է ասում եւ ասում է, որ կասեք, որ մեր մորքուրի տղու բաժանաղի հորողբոր թորը տեխնացու է եւ չի կարող լինել ավելի լավ ավականու անդամ, քան մեր հորքուրի տղու բաժանաղի թորը, մոտավորապես այս սխեման է։ Թաղային հեղինակությունների համակարգը եւ իհարկե ընտրակաշարքը նորին գերազանցություն, մարդկա այդպես է ծախսում։ Մեկ ուրիշը բաց ավելի լեգալ, օրինական, հրապարակային միջոցների համար է ծախսում, հեռուստակովազդի համար է ծախսում։ Մենք մի անցումային փուլում ենք, ինձ այդպես է թվում։ Մեզ արդեն մի քանի անգամ ասել են, ապչանը բա ափսոս չեք, դուք ավականու տեխնացու եք դրել, գոնե քաղաքապետի տնեի, ապչան դուք գործ ունիք, ձեզի պետք է ավականու անդամ եղնել։ Տեսել եք 16 տարում ինչքան են վարկաբեկել ավականու հաստատությունը, որ հա, կամ չեն տեսնում մարդիկ, արժանավոր մարդկանց, այլոց եւ մեզ տեսնել հանգարց այդ մակարդակում։ Անցումային բեկումնային է այս իմաստով։ Ես հույս ունեմ, որ այս մի գումարման ավականին, ինչպեսին էլ այն կազմվի, ովքեր էլ լինեն այնտեղ, որտեղ մրցակցությունը ահագին լավն է, ներառյալ բոլոր այն բաները, որոնք ես ասացի։ Եվ արդյունքում մենք ունենալու ենք ահագին հետաքրքիր ավականու կազմ, մրցունակ, միմյանց հետ լավ իմաստով մրցող, գուցե կլինի նաև վատ իմաստով ինչ-որ մրցակցություն, բայց վստահ եմ, որ առողջատողությունը կհաղթի ի վերջո։ Եվ սա կլինի բեկումնային գումարում, 6-րդ գումարումն է, թող հանրությունը մտապահի։ Սրանից հետո հաջորդ անգամ 4 տարի հետո հույս ունեմ բոլորս ողջ կլինենք եւ իսկապես կգնահատենք այն առաջընթացը, ինչ տեղի ունեցել հենց այս ընտրությունների արդյունքում։ Շնորհակալություն իհարկե նաև Ցայք հեռուստաընկերությանը, Շանթին, Շիրակին, որոնք նման բանավեճեր նախաձեռնեցին եւ անվճար, ճիշտ է, ձեր բաժինը ծավալուն է այդ գործի մեջ։ Տեսնում եմ, որ ճանում եք բոլորին հրավիրել, բայց դե բոլորը չեն ուզում խոսել, իրենք իրենց փողերն ու էներգիան այլ ուղղություններով են ծախսում։ Հանրությունը պարտավոր է արդեն վերարժևորել այս ամբողջը։ Պարտավոր է իսկապես հասկանալ, թե լավ է ավականին ինչ կարող է անել։ Օրենքը շատ լավ ասում է 30-40% բնակչության կատեգորիկ ծույլ է, որ օրենքը բացի կարդա, բայց ես հավատում եմ այն ընտրողներին, որոնք թույլ տվեք ասել, որակյալ ընտրողներ են, մարդիկ են, որոնք իսկապես գնահատում են այս առաքելությունը եւ իրենց խելքով, իրենց կամքով են քվեարկությունը կատարելու եւ ոչ թե ինչ-որ մեկի սարկած կարուսելով։ Շնորհակալություն։ Մենք կարճատև գովազդային դադարից հետո կշարունակենք մեր զրույցը։ Եթերում տեսակետ ծրագիրն է։
Հարգելի հեռուստադիտողներ, տեսակետ ծրագիրն է Ցայք հեռուստաընկերության ուղիղ եթերում, որի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրված թեկնածուները ներկայացնում են իրենց տեսակետները։ Հարգելի ներկաներ, ընտրական օրենսգրքի փոփոխությամբ սահմանվեց, որ համայնքի բնակչությունից կախված ավագանու կազմը փոխվեց, ավելացավ թվաքանակը, Գյումրիու դեպքում դառնալով 21։ Ինչ եք մտածում, քաղաքական փոփոխությունը որակական փոփոխության կբերի եւ իրական ավագանու այն թվաքանակը, այն մարդկանց խումբը, ովքեր կարող են որոշակի գործ անել։ Ինչու եմ այս հարցը տալիս, այսինքն եթե որոշ անգործներ այնուամենայնիվ մուտք գործեն ավագանի, դրանից մենք երաշխավորված չենք, ինչ կազմ է պետք, որպեսզի գործունյա ճանաչվի ավականին։ Նախ այդ առաջարկությունները, որ արվեց նախորդ տարի ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ, մի քանի կարևորագույն առաջարկություններ են կարել, որոնցից երկուսը շատ էական են, դա թվակազմի ավելացումներ եւ հաշվարկ, երբ որ հիմա ավականու կվերներն է նախ հաշվարկվում, հետո նոր քաղաքապետի։ Երկրորդի մասին չխոսեմ, թեև շատ էական է, ընտրությունների արդյունքների վրա զգալի ազդեցություն թողնող, բայց առհասարակ դեմոկրատիան իրենից ենթադրում է մասնակցային, այսինքն տարբեր խավերին, խմբերին, հասարակության պետք է հնարավորություն տրվի մասնակցային պետք է լինի դեմոկրատիան։ 15-ը այդ առումով պետության երկրորդ քաղաքի համար նույնիսկ 21-ն է քիչ։ Անցումային փուլի համար 21-ը կարծես թե բավարար է։ Մենք իդեպ առաջարկել էինք 35 եւ ես կարծում եմ հաջորդ անգամ այդ թվին կհասնենք։ Իսկ ինչ է կարծում, եթե իրապես 35-ը, տեսեք, արդյոք նման թվականակի դեպքում 35-ի էականը այն է, որ տեղական կուսակցություններին եւս տրվի մասնակցություն, այսինքն մենք խառը մասնակցության կողմնակիցն ենք եւ մեծամասնական եւ համամասնական, որովհետեւ տեղերում կուսակցությունները կայանան, որովհետեւ հզորանան։ Մենք գիտենք, որ կուսակցությունների վիճակը վատ է Հայաստանում, այդ առումով որ տեղերում չկա աշխատանքային դաշտ, որովհետեւ այդ կուսակցությունները ինքնուրույն գործունեություն ծավալեն։ Այդ առումով սա լավագույն հնարավորությունն է, որովհետեւ մարդիկ առհասարակ դեմոկրատական երկրներում հիմնական, ասենք քաղաքապետի տեխնազու լինում են այն մարդիկ, որոնք ավականի են, ասենք, չգիտեմ, հանրապետության նախագահի տեխնազու լինում են նրանք, ովքեր մարզպետ են կամ քաղաքապետ են, բայց եթե նրովի է այդ պայմանը, այսինքն ավականին նաև ինստիտուտ է, որ ձևավորում է քաղաքական դեմքերի, այդ առումով կարևոր է, եւ երկրորդ 15-ը ավելի կառավարելն ավելի հեշտ է, քան 21-ը։ Ես հասկանում եմ, հիմա պատահականությունները շատ են լինելու, որովհետեւ ես 71-ը որ տեսնում եմ, բայց քանի որ նախկինում փորձ չունենք, պատահական մարդիկ եւս լինելու են ավականիում, բայց լինելու են նաև որակական անհամեմատելի տարբերվող մարդիկ։ Հաջորդ անգամ ես ձեզ հավաստիացնում եմ, որ հաջորդ անգամ եթե նույնիսկ տեխնազուների թիվը քիչ լինի, բայց որակական առումով տեխնազուների որակական առումով անհամեմատ ավելի լավն է լինելու, սա կայացման ճանապարհ է։ Իրականում այս 21-ը դարձնելը եւ նաեւ քաղաքացիական խմբերի, մասնավորապես քաղաքամերն է կամ մեկ այլ խմբերի մասնակցությունը այդ ցիվիլ մասնակցության ձևը ընտրելը, դա նաեւ լավագույն մշակույթ է կստեղծի, քաղաքական մշակույթը, որ առաջիկայում ավելի կդայլագործվի այդ ինստիտուտը։ Ինչ կազմ է հարկավոր, որպեսզի այդ ներկայիս փուլում ծրագրերը որ ժողովուրդը ուզում է։ Մարդիկ, որոնք այնպես չլինի, որ հիմա չեն գալիս, տես, որովհետև մարդը պետք է որ ասում եք նախընտրական արշավների մասին է խոսվում։ Մենք 3-4 տարի, եթե ոչ ավել 20 տարի նախընտրական արշավի մեջ ենք։ Այսինքն մարդը եթե ուզում է, որ ինքը քաղաքի կառավարման համակարգում լինի, ինքը մշտապես հասարակական ակտիվ կյանքով պետք է լինի։ Մարդը մշտապես լրագրողների հետ հանդիպումների, չգիտեմ, այս միկրոֆոնին պետք է սովոր լինի, որ հիմա չփախնի պայ մտնի։ Հասկանում ես, եթե դու դրան չես ընդելացել, չի կարելի այլ ճանապարհով փորձել գնալ եւ իշխանության մաս, ասենք մի անգամ գնացիր, հաջորդ անգամ դու խնդիրներ ես ունենալու։ Դրա համար ես բոլոր նրանց խորհուրդ եմ տալիս, որ հիմա շատ ջանքեր չկիրառեն, ընտրակաշառք չբաժանեն, կարուսելներ, չգիտեմ ինչեր չմոգունեն իրենցից, թե իրենք դա չեն հաջողացնելու անել, հաստատ չեն անելու, մենք դրանց բոլորը գիտենք, հասցնելով եւ դրա դեմն առնելու ենք։ Պարզապես հանգիստ պարտվեն, գնան 3-4 տարի հասարակական ակտիվ գործունեությամբ զբաղվեն, խոսել սովորեն, միկրոֆոնին սովորեն, կամերային սովորեն եւ հաջորդ անգամ մասնակցեն ընտրություններին եւ հաջորդ անգամ թող լինեն ավականու անդամ։ Լավ, շնորհակալ ենք, լսենք նաեւ մյուսների կարծիք։ Ես իմ կարծիք ասեմ, որ չի նշանակում, եթե մարդը 15 տարի, 20 տարի ակտիվ քաղաքական կյանքի մեջ է, նա անպայման պետք է ինչ-որ կամ գործադիր, կամ օրենսդիր օրգանում ընտրվի կամ աշխատվի։ Կարող է մեկը, որ առաջի անգամ է փորձում լինել
այդ կառավարող օրգանի մեջ կարող են ավելի մեծ օգուտ բերի կոնկրետ, քան մեկը, որ 15 տարի անընդհատ խոսել, ոչ մի բան չի արել։ Եվ իհարկե այս տարի կոնկրետ մեր ավական ընտրությունների ժամանակ կան քաղաքացիական նախաձեռնություններ, որը խիստ գովելի է, որ անհատները կոնկրետ հիմա արդեն գիտենք, եթե մի անհատ է մի ձևով է ուզում անցնել մտնել ավականու կազմի մեջ, նա չի կարող ինչ-որ ռևոլյուցիա անել։ Իսկ քաղաքացիական նախաձեռնությունները ամենայն դեպս ունեն իրենց ծրագիրը, կոնկրետ մեր քաղաքացիական նախաձեռնությունը աշխատանք եւ արժանապատվություն ունի իր ծրագիրը, ծրագրային իր դրույթները, մենք այդ դրույթները համեմատում ենք նաեւ մյուսի հետ կոնկրետ քաղաքը մերն է, քաղաքացիական նախաձեռնության հետ, տեսնում ենք շատ բավականին համընկնող կետեր կան, համընկնող նպատակներ եւ իղձեր կան, եւ պարզ է, որ 21-ի դեպքում, եթե նույնիսկ հավասար չափով ընդգրկվեն այդ կազմի մեջ տարբեր եւ կուսակցություններ եւ քաղաքացիական նախաձեռնություններ, ապա ավելի դեմոկրատական կլինի ընդհանուր որոշումների ընդունումը քաղաքապետարանում։ Շնորհակալություն։ Ես կառուցվածքի եւ առաջիկայում լինելիքի իմ պատկերացրած սցենարը ասեմ, ուրեմն ամենայն հավանականությամբ ավականու կազմում որևէ թիմ չի ունենա բացարձակ մեծամասնություն, ամենայն հավանականությամբ չի լինի դա։ Շատ եմ ուզում եւ ամենայն հավանականությամբ կլինի մեր քաղաքը մերն է նախաձեռնությունը թիմը այնտեղ, աշխատանք եւ արժանապատվություն, ՀՀԿ-ի առաջադրված մարդկանցից, գրեթե բոլոր թիմերից մարդիկ կլինեն, բայց եւ կլինեն նաեւ kinder սյուրպրիզներ, այսպես ասենք, հա, կլինեն պատահական, մոտավորապես պատահական, որևէ մեկին չեմ ուզում վիրավորել, հա, թող չնեղանան, կլինեն մարդիկ, որոնք շատ արագ առաջին մի քանի նիստերում կհասկանան, որ իրենք մոտավորապես ֆուտբոլիստների պահեստայինի ուրեմն նստատեղի ժողովրդին են նման, դե գիտեք ինչ է լինելու, այնտեղ լուրջ եւ բուռն քննարկումներ են լինելու եւ հնարավոր է որ օգտագործվեն տերմիններ, յուրաքանչյուր նախադասությունը 1-2 տերմին, որոնք հասկանալի կլինեն, ասենք 15-16 հոգու, 4-5 հոգու հասկանալի չի լինի։ Շարունակ տեղի ունենալու այդ օտարումը կներեք նազել։ Ես միտք ունեմ, եթե թույլ կտաք։ Կարծում եմ հատկապես գործարաններին կհետաքրքրի, ավականուն սատարելու համար կարելի է հենց այսօրվանից թողարկել հատուկ բառարաններ նրանց համար։ Ովքեր չեն հասկանում տերմինոլոգիան։ Հեգնանք, բայց մենք գոնե նախաձեռնել ենք եւ նախաձեռնելու ենք մեր կազմակերպությունը, մեր գործընկեր կազմակերպությունները հատուկ ուսուցողական սեմինարներ, որովհետեւ մեկը թող չնեղվի, նաեւ ես եմ մասնակցելու որպես սովորող բյուջետավորում, ֆոնդային բյուջեն ինչ է, վարչական բյուջեն ինչ է, լիազորություններ, իրավասություններ, պատվիրակվածը որն է, կամավորը եւ այլն։ Սրանք շատ կարեւոր բաներ են, որ պետք է մարդը իմանա։ Չես կարող ատեստացիա տնել մինչեւ առաջադրումները։ Ասելիքս ինչ էր, մի քանի նիստ հետո, մի քանի հոգի աութսայդերների դիրքում են լինելու, սկսելու են բացակայել նիստերից եւ հասկանալու են, որ դա իրենց համար հետաքրքիր չէ, իրենց ծախսած գումարները հետ չեն բերելու։ Իմաստը որն է, գնանք ժամը ծախսենք, ավելի լավ է գնանք ժամանցով զբաղվենք։ Եվ մենք այս անգամ չենք լինելու նախորդների պես։ Օրենքը սահմանում է շատ հստակ։ Տարվա ընթացքում ավականուն նիստերի կեսից ավելիից անհարգելի պատճառով բացակայած ավականու անդամների լիազորությունները դադարեցվում են ավականու որոշմամբ։ Ամեն գալող տարվա սկզբին տնելու ենք ուղղակի այդ մարդկանց ասենք ախպեր գնացեք ազատվեք, լիազորությունները դադարեցվեն, ավականու կազմը նվազելու է։ Այսինքն ձեր ասածը թույլ է տալիս ենթադրել, որ մենք արտահերթ ընտրություններ կունենանք։ Չէ, ներողություն։ 19, 18, 17, եթե կենսունակ եղավ 13 հոկանոց ավականու կազմը, ես ծայրահեղ սցենարն եմ ներկայացնում, ինչը չի բացառվում։ 13-ը դեռ գործունյա է, ասենք 11-ից եթե նվազում է, այո, այդ դեպքում օրենքը սահմանում է նոր ընտրություններ, արտահերթ ընտրություններ։ Չեմ կարծում թե բանը դրան կհասնի, բայց հաստատ ահագին մարդ հիասթափված, ապշած, թե այս ինչ դուրս եկավ, ինչի համար էինք չարչարվում, պլակատներ, փողեր, կաշառք, չգիտեմ ինչ եւ այլն, մեկ էլ չի ախպեր, չի ստացվում այդ բաները ետ բերել։ Մնում է պրեստիժը։ Պրեստիժը կոչվում է երեխեն մանդատ ունենա։ Մոտավորապես այդ ես վաղուց եմ այս տերմինները օգտագործել, հա, այս անգամ էլի ասելու են դիպլոմի նման, հա, երեխեն դիպլոմ ունենա։ Օժիտի մեջ տնենք բան անենք, հա, այդ մեկը կարող է ունենա երեխեն, բայց մնացած մասերով եւ ինքն է խայտարակվելու, բայց մենք չենք թողնի, որ ավականին խայտարակվի։ Հուսով եմ ձեր խոսքը միտված չէր բոլոր երիտասարդ առաջադրվածներին։
Շատ ներողություն, արտակցիա։ Ուրեմն իմ մոտավոր ուսումնասիրություններով 71 տեխնացուներից մոտավորապես 35-40-ը հրապարակային խոսք ասած չկա։ Որևէ հասարակական, մշակութային, քաղաքական, տեղական, սպորտային, առողջապահական խնդրի շուրջ չեմ ասում կնային փողոքի ցույցեր կազմակերպեին, կային հետները ստեղ կռիվանային, գոնե մի հարցի շուրջ մի հատ հասարակական դիրքորոշում հայտնել, բայց մարդը որոշել է, որ ինքը արդեն պատրաստ է լինել քաղաքի իշխանություն։ Բոլորն իրավունք ունեն տեխնացուներին, ապրիորի բոլորին համարենք արժանավոր։ Գուցե այնպեսի մի անակնկալի կգանք, ես կգամ ներողություն կասեմ, ես 20 քանի անուն թիվ չասեմ, մի հանգարց որևէ մեկը վրան չառնի, կասենք չէինք սպասում այս մարդուց, բայց արեցեն, ինչ որ չէինք սպասում։ Փառք ու պատիվ իրենց, եթե կլինեն, բայց այն սցենարը, որը քիչ առաջ նկարագրեցի, ավելի քան իրատեսական է։ Թիմ օրենքի հետ կապված եւ թվականակի փոփոխության հետ կապված իհարկե ցանկացած օրենք, այդ թվում նաեւ թիմ օրենքը կատարելագործվելու հակում ունի եւ այս դեպքում եթե համեմատում ենք նախկին տարբերակի հետ, օրինակ համայնքի ղեկավարի համար ցենզեր սահմանված 2 անգամ անընդմեջի եւ այլնի, որևէ լուրջ հիմնավորում 15 թիվը 21 դարձնելու կամ ավելի շատացնելու ես ինքս չեմ տեսնում այդտեղ, սա դիալեկտիկական չէ, պետք է բացատրվի ինչու ենք 15-ը դարձնում 21, 35 ամիս քաղաքում գտնվելու շատ անհիմն բաներ են լինում։ Դրա համար միանշանակ չէ։ Լինի այս թվի ավելացումը։ Ձեր հարցի պատասխանն եմ տալիս, որ ասում եք 15-ի 21 դարձնելու արդյունավետությունը որևէ կերպ ուսումնասիրված ու հիմնավորված չէ։ Կրկնում եմ, սա դիալեկտիկական մատերիալիզմ չէ, որ քանակական փոփոխությունը բերի որակական փոփոխության։ Այստեղ պետք է, ասենք, այլ ցենզեր տրվի ավականու անդամության տեխնացուի համար։ Մնացած դեպքերում 15 արդյունավետ կաշխատի թե 21 արդյունավետ կաշխատի, ես կարծում դա կապված է ընտրվողների որակներից, ոչ թե քանակից։ Շնորհակալություն։ Կարծես թե պարոն Թոմասյանը համաձայն չէ ձեզ հետ։ Քանի որ այդ անմիջական այդ առաջարկությունը արել ենք, երբ որ Շիրակ կենտրոնի եւ Ասպարեզը մասնակցում էր ընտրական օրենսգրքի փոփոխություններին, եւ անձամբ իմ առաջարկությունս է արել, որ իմ գործընկերոջ հետ մենք պնդել ենք եւ բացատրել ենք։ Նախ ասեմ, որ ոչ թե թիմ օրենքով է սահմանվել, ինչպես մեր գործընկերը ասաց, այլ ընտրական օրենսգրքով։ Այսինքն թվակազմը սահմանվում է ընտրական օրենսգրքով, ոչ թիմ օրենքով։ Դրանք տարբեր օրենքներ են։ Եվ ես նորից եմ բացատրում, 21-ը ավելի ներկայացական է լինում։ 21-ը հող է նախապատրաստում, որ առաջիկայում տեղական մակարդակով իշխանության ձևավորումը եւս անցնի, ասենք Երևանում անցել են ծայրահեղ մի այլ սկզբունքի, երբ որ միայն համամասնական սկզբունքով է ավականին ձևավորվում եւ համայնքապետը ավականու կազմի կամ ավականու կողմից եւ ավականու կազմից ընտրվում։ Տվյալ դեպքում սա հիմք է հանդիսանալու, որ համամասնական եւ մեծամասնական լինի։ Կարող է ամբողջովին համամասնական ասնի, որովհետև հիմարությունը մի երկրում 3 տեղական իշխանությունների ձևավորման 3 ձև ունենալ։ 3 մոդել կիրառել։ Իսկ բանը, դրա համար նախ առաջին երբ ներկայացական են 15 հոգին ավելի կառավարելի է լինում համայնքապետի կողմից, քան 21-ը։ 21-ի մեջ 2-3 չկառավարվող անձնավորություն շանս կա, որ հայտնվի։ 15-ի մեջ ավելի քիչ շանս կա։ Դե հնարավոր է 5-ի մեջն լինի 2-3 չկառավարվող անձնավորություն։ Շնորհակալություն։ Ինչ են այս մասին կարծում Հայազգային կոնգրեսի ներկայացուցիչները։ Քանակի փոփոխությունը ինչ կբերի, ինչ ակնկալիք ունի։ Փոփոխությունը այդ դուք ասեցիք քաղաքի բնակչության հաշվարկով որոշել են 21 տեխնադու։ Այդ լավ է, որ քաղաքում այդքան բնակիչ կա։ Այդ լավ է, որ քաղաքում այդքան բնակիչ կա։ Եվ որոշել լավ կերին մեր եկատե քաղաքապետի տեխնազու որոշեին, այդ էլ լավ կերնիր։ Այս դեպքում ինչու Հայազգային կոնգրեսը չառաջադրեց իր տեխնազուին։ Ինչպես։ Հայազգային կոնգրեսը ինչու չառաջադրեց իր տեխնազուին։ Կարծես թե պատրաստվում եք։ Չէ։ Մենք այդպես որոշեցինք։ Բայց կա այստեղ մի խնդիր։ 21-ը կլինեն թե 51-ը թե 10-ը, կարևորն է, որ նրանք հոգեպես հոգեղեն պատրաստականություն ունին, այսինքն թարգմանը դուխ ունին, որ եկուց քաղաքապետը մարզպետի ձեռքսեղմելով բյուջե հաստատե, գոնե մեկը կարողանա խոսա, գոնե մեկը բացատրություն պահանջի, ավականու խիստ հսկողություն ունենա դրա վրա։ Իմ ունեցած տվյալներով այս դեպքում
բյուջեն հաստատվում է Ավագանու կողմից, ոչ քաղաքապետի կամ Այո, ճիշտ եք ասում, բայց ես ուզում եմ ասել, որ մեզ ընձեռված ժամանակը գրեթե մոտենում է իր ավարտին, դեզայնից յուրաքանչյուրը հնարավորություն ունեցավ իր տեսակետը արտահայտելու այս կամ այն հարցի շուրջ, մեր ձևաչափի համապատասխան հաղորդման վերջում ընդամենը մեկ հարցի հակիրճ պատասխանելով ինչու ընտրել ձեզ եւ ներկայացրեք քվեաթերթիկում ձեր համարը։ Իմ համարը քվեաթերթիկում 70-ն է։ Ես չեմ կարող ժողովրդին պարտադրել ինչու ընտրել ինձ։ Այս ժողովուրդը պետք է հասկանա ինչու ընտրել ինձ։ Խնդիր չունեմ ես, ժողովուրդն է։ Շնորհակալություն։ Հայաստանի կոնգրեսի ներկայացուցիչ Ռուբեն Պաղդասարյան ընդրացուցակում TV 7 տնեմ, այդ ժողովուրդը գիտե ինչու ինձ ցայն տա։ Շնորհակալ եմ։ Պարոն Թոմասյան, քվեաթերթիկում, եթե չեմ սխալվում, 25, առաջինը 25-ն ենք։ Այո, 25, վերջին 1 տարվա մեջ իմ կորզնեության շնորհիվ հազարավոր մարդկանց օգնել են, որ բնակարաններ ստանան, իրենց փաստաթղթերը պատրաստեն, 10 անօթևան ընտանիք, որոնք պետության կողմից չպետք է փոխհատուցվեին, գտել են հովանավորներ մեր տեսանյութերի շնորհիվ, մարդիկ բնակարան ունեն, այսօր երջանիկ ապրում են, մոտ $200,000 ներդրում է եկել անօթևան եւ աղքատ ընտանիքներին իմ եւ մեր կազմակերպության կորզնեության շնորհիվ, այդ ամբողջը կրկնապատկվելու է առաջիկայում։ Դրա համար ես առանց ամաչելու կամ առանց ավելորդ համեստություն անելու ասում եմ, որ իրականում ես ճիշտ եմ արել, որ հայտ եմ ներկայացրել ավականին ընտրվելու համար։ Շնորհակալություն։ Արման Սահակյան, քվեաթերթիկում 59 մենք կոնկրետ ես ընտրվելու ինչու ընտրել ինձ։ Նախ մեր տեխնացուի խոսքին եմ ուզում պատասխանել, ընտրվելու դեպքում կտեսնիկ մեր պատրաստակամությունը աշխատելու, հետո էլ կտեսնիկ մեր թուխը քաղաքապետին հակակշիռ լինելու։ Հակակշիռ չի նշանակում։ Ձեր թե կոնկրետ ձեր։ Մեր ասելով, չէ, մեր ասելով ես նկատի ունեմ մեր թիմը, մենք թիմ ունենք ներկայացրած, ու մեր թիմը ոչ թուխի պակաս ունի, ոչ խելքի պակաս ունի, մենք բոլոր հնարավորությունները ունենք ճիշտ աշխատելու այս քաղաքի մեջ, մենք հրաբարակայնորեն դա ասում ենք, ու մենք մեր խոսքի տերն ենք։ Շնորհակալություն։ Բայց այնուամենայնիվ նշեմ, որ ընտրական օրենսգիրքը կամք այլ կերպ ասած ճակերտներով դուխ չի նախատեսում որպես ցենզ։ Լսենք նաև երկրորդ շարքի ներկաներին։ Իմ ընտրական ցուցակի մեջ համարը 19-ն է։ Ինչու եմ ուզում ժողովուրդը ընտրի ինձ, ժողովուրդը ասեցի ես արդեն 47 տարի տեսել ինձ որպես բժիշկ, եւ ես հույս ունեմ, որ նույն հաջողությամբ կարող է ինձ տեսնել նաև որպես ավականու անդամ։ Ընտրացուցակում 32-րդ համարն եմ, ձեր հարցին փորձեմ պատասխանել հետևյալ կերպ։ Ապրել եմ, ապրում եմ ու ապրելու եմ Գյումրիում։ Լինելու եմ ավականու կազմում։ Այդ որոշելու է ժողովուրդը, փորձել եմ եւ փորձելու եմ անկախ այն հանգամանքից կընտրվեմ թե չէ, իմ մասնագիտական հնարավորությունները ներդնել քաղաքի զարգացման համար։ Շնորհակալություն։ Շնորհակալություն քաղաքը մերն է նախաձեռնությունից Լևոն Պարսեղյան, իմ համարը քվեաթերթիկում 9-ն է, ես շատ կուզեի, որ մեր թիմի 7 տեխնացուներն էլ ընտրվեին, հույս ունեմ, որ այդպես կլինի, ինչու հատկապես ինձ ընտրել, շատ բան չունեմ մտածելու, ես իմ խոսքի տերն եմ միշտ, հենց այդ բանի համար շատ կուզեի, որ ինձ ընտրեին, բայց ավելի շատ կուզեի, որ մեր թիմին ընտրեին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, եւս մեկ անգամ, որ ընդունել եք մեր հրավեր, ինձ մնում է ձեզանից յուրաքանչյուրին մաղթել հաջողություն եւ հուսալ, որ առաջիկա ավականու կազմում նաեւ տեղ կգտնեք դուք։ Եվ մենք առիթ կունենանք կրկին հանդիպելու։ Հարգելի հեռուստադիտողներ, սա տեսակետ հաղորդաշարն էր, որի ընթացքում տեղական ինքնակառավարման մարմիններում առաջադրված տեխնացուները ներկայացրեցին իրենց տեսակետները։ Կհանդիպենք անպայման ցայգի եթերում։